Բարև։ Մեր տեսակը 300,000 տարի ապրել է ծառերով, գետերով եւ խոտով շրջապատված։ Իսկ հետո ընդամենը 200 տարում մարդն իր շուրջը կառուցել է բետոնից, ապակուց եւ ավտոմեքենաներից բաղկացած աշխարհ։ Էվոլյուցիան ուղղակի չի հասցրել այս տեմպի հետևից, ու հիմա կենսաբանները լրջորեն քննարկում են այսպես կոչված միջավայրի անհամապատասխանության հիպոթեզը։ Այսինքն մենք ստեղծել ենք տարածություն, որին մեր մարմինն ուղղակի հարմարեցված չէ, ու դա գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։ Հետազոտողների կարծիքով այս անհամապատասխանությունը ունի մի շարք առանցքային հետևանքներ։ Դրանց մի մասը վիճելի է, սակայն գրեթե բոլորը արդեն վիճակագրորեն նկատելի։ Առաջինը ճնշման տակ է վերարտադրողական համակարգը։ Մոլորակի բնակչության 2/3-ն ապրում է երկրներում, որտեղ ծնելիությունը սովորական վերարտադրության մակարդակից ցածր է։ Ու խնդիրը ոչ միայն տնտեսությունն է կամ կենսակերպը։ Տվյալները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակներում տղամարդկանց մոտ սպերմատոզոիդների կոնցենտրացիան նվազել է գրեթե կիսով չափ։ Օրգանիզմում կուտակվում է միկրոպլաստիկը, խախտվում են հորմոնալ ցիկլերը, պեստիցիդներն ազդում են սաղմի զարգացման վրա։ Առաջին հայացքից մանր հանգամանքները միասին մեծ խնդիր են առաջացնում։ Երկրորդ, իմունիտետն իրեն տարօրինակ է պահում։ Քաղաքների բնակիչներն ավելի հաճախ են հիվանդանում շնչառական վարակներով, սակայն պարադոքսը նրանում է, որ միաժամանակ ավելանում է նաև աուտոիմուն հիվանդությունների թիվը։ Գիտնականները դա բացատրում են մեր հին ընկերների հետ կոնտակտի կորստից։ Խոսքը հողի, մանրէների, բույսերի ու կենդանիների մասին է, որոնց հետ մեր իմունիտետը ձևավորվում էր միլիոնավոր տարիների ընթացքում։ Առանց նրանց համակարգը սկսում է շփոթվել ու հարձակվել սեփական բջիջների վրա։ Երրորդ ուղեղը շատ ավելի նկատելի է արձագանքում քաղաքային միջավայրին, քան մենք կարծում ենք։ Կանաչ գոտիների հարևանությամբ ապրող երեխաներն ավելի արագ են զարգանում, քան նրանք, ովքեր մեծանում են խիտ քաղաքային միջավայրում։ Աղմկոտ թաղամասերով զբոսնելուց հետո մեծահասակների մոտ նվազում է ուշադրությունն ու վատթարանում հիշողությունը, ու դա ընդամենը մի քանի տասնյակ րոպեում։ Անգամ շախմատիստները ավելի հաճախ են սխալվում աղտոտված օդի պայմաններում, իսկ գրասենյակում մանր մասնիկների կոնցենտրացիան նվազեցնում է արտադրողականությունը։ Չորրորդ, մարմինը նույնպես տուժում է։ Քաղաքային դպրոցականները պակաս դիմացկուն են, քան գյուղում բնակվողները։ Մարզիկները նույնպես զգում են տարբերությունը։ Մարաթոն վազողները ավելի դանդաղ են վազում օրերին, երբ օդը ավելի վատն է, անգամ եթե աղտոտման ցուցանիշները մնում են նորմատիվային։ Բոլոր այս պրոցեսներն ուժեղացնում են քրոնիկ ստրեսը, բավական է տիպիկ քաղաքային միջավայրում անցկացնել ընդամենը 15 րոպե, ու կորտիզոլի մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, քան անտառում անցկացրած նույն ժամանակահատվածում։ Իսկ բարձր կորտիզոլն ազդում է ամեն ինչի վրա՝ իմունիտետից մինչև հիշողություն ու վերարտադրողական ֆունկցիաներ, ստացվում է փակ շրջան, ինչ են առաջարկում հետազոտողները։ Ոչ թե ուղղակի գեղեցիկ այգիներ տնկել, այլ լրջորեն վերանայել մեր քաղաքների կառուցվածքը։ Բնությունը պետք է դառնա ենթակառուցվածքի մի մաս, ոչ թե զարդարանք։ Ճապոնիայում արդեն պաշտոնապես որպես թերապիա կիրառվում են այսպես կոչված անտառային լոգանքները։ Ֆինլանդիայում բնության հետ շփումը ներառված է առողջության ազգային ծրագրում, սակայն գլխավոր մարտահրավերն ակնհայտը ընդունելն է։ Մենք դեռևս կենսաբանական տեսակ ենք, որին ձևավորել է բնությունը, ոչ թե մեգապոլիսները։ Առաջին հողագործների ժամանակներից մեր գեները գրեթե չեն փոխվել, ու եթե ինդուստրիալ աշխարհը դարձել է նորմա, դա չի նշանակում, որ այն անվտանգ է օրգանիզմի համար։ Գիտնականներն առաջարկում են ռադիկալ գիտափորձ՝ մարդկանց մի քանի օրով տեղավորել ամբողջությամբ բնական եւ ամբողջությամբ ուրբանիզացված միջավայրերում, ապաչափել ամեն ինչ՝ հորմոնները, իմունային պատասխանը, կոգնիտիվ ցուցանիշները, հասկանալ ինչն է կոտրվում եւ ինչպես այն վերանորոգել։ Միայն այդպես կարելի է կառուցել քաղաքներ, որոնք ոչ թե մեզ թույլատնում են, այլ օգնում են ապրել մեր իսկ ստեղծած աշխարհում։ Գիտնականները սովորեցրել են նեյրոցանցին լսել երկրի վրա մի քանի միլիարդ տարի առաջ ապրած արարածների ձայնը ու անել դա հնագույն ապարներում քիմիական հետքերի միջոցով։ Արդյունքում համակարգը հայտնաբերել է այն, ինչ կարող է փոխել վաղ բիոսֆերայի մասին մեր պատկերացումները։ Օրինակ, ըստ նախնական տվյալների, երկրի վրա ֆոտոսինթեզը կարող է հայտնված լինել շատ ավելի շուտ, քան համարվում էր։ Հնագույն ապարների ուսումնասիրության գլխավոր խնդիրն այն է, որ դրանցում իսկական կենսամոլեկուլներից վաղուց արդեն ոչինչ չի մնացել։ Ճնշման տաքացման ու տեկտոնիկ շարժի միլիարդավոր տարիները ամբողջությամբ ջնջում են կյանքի հետքերը։ Թվում էր, որևիցե բան հայտնաբերելու ոչ մի շանս չկա, սակայն պարզվել է, որ իրենք քարերը շարունակում են պահպանել մոլեկուլային վեկորների նուրբ բաշխումը։ Յուրահատուկ քիմիական նախշեր, որոնք ձևավորվում են միայն կյանքի առկայության պայմաններում։ Դրանք անհնար է տեսնել մարդկային աչքերով, ազդանշանը չափազանց բարդ է եւ քաոտիկ, սակայն արհեստական բանականությունը կարող է տեսնել։ Կարնեգի ինստիտուտի ղեկավարությամբ գիտնականների միջազգային խումբը նեյրոցանցի ուսուցման համար հավաքել է ժամանակակից բույսերի
կոմետների, քարացուկների, հնագույն երկրային ապարների եւ անգամ մետեորիտների նմուշներ։ Դա հսկայական քիմիական սպեկտր է կենդանի օրգանիզմներից մինչև օբյեկտներ, որոնք կյանքի հետ երբեք չեն առնչվել։ Այս բազմազանության հիման վրա նեյրոցյանսը սովորել է տարբերել կենսաբանականն ու ոչ կենսաբանականը գրեթե 90% անոց ճշգրտությամբ։ Վերլուծության համար հետազոտողները նմուշները բաժանել են փոքրագույն օրգանական եւ ոչ օրգանական մոլեկուլային կտորների, ապա արհեստական բանականությունը այս քաոսում որոնել է կայուն պատեռներ, կյանքի քիմիական մատնահետքերը։ Ու հենց այսպես էլ արվել է գլխավոր հայտնագործությունը։ Նվազագույնը 2.5 միլիարդ տարեկան ապարներում արհեստական բանականությունը հայտնաբերել է ֆոտոսինթեզի հետքեր։ Դա 100 միլիոնավոր տարիներով ավելի հին է, քան նախորդ գտածոները։ Նախկինում հնագույն մոլեկուլային բիոսիգնատուրաները սահմանափակվում էին մոտ 1.7 միլիարդ տարով։ Նոր մեթոդը փաստացի կրկնապատկել է դիտարկումների պատուհանը, ցույց տալով դարաշրջաններ, որոնք համարվում էին քիմիական առումով լրիվությամբ լուռ։ Երկրաքիմիկոսները սա համեմատում են հնագույն գրերի վերծանման հետ։ Հնագույն կյանքն իրենից հետո թողնում է ոչ միայն քարացուկներ, այլև քիմիական արձագանք, ռեակցիաների եւ մոլեկուլային վերափոխումների բարդ պոլիֆոնիա։ Ու միայն հիմա մենք ունենք գործիքներ, որոնք կարող են լսել այդ լռությունը։ Հատկապես հետաքրքիր է այն, որ մեթոդն արդեն պատրաստ է նաև երկրի սահմաններից դուրս կիրառման համար։ Նեյրոցյանսը կարելի է օգտագործել Մարսից, Յուպիտերի արբանյակներից, աստերոիդներից նմուշների վերլուծության համար, անգամ եթե կյանքն անհետացել է միլիարդավոր տարիներ առաջ, արհեստական բանականությունը կկարողանա որսալ նրա մնացորդային մոլեկուլյար նախշերը հենց այն ուրվականներին, որոնք մարդու համար անտեսանելի են։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Հավսար զգաստ, ձեր առջև նոր տեսակի գաղտնի տանկ է։ Այս տանկի զրահը կարող է դիմանալ Ցելսիուսի սանդղակով -500-ից +500 աստիճան ջերմաստիճանների։ Հա բայց պարոն մայոր, Ցելսիուսի սանդղակով -500 աստիճան չի լինում։ Ով ասաց։ Գիտնականներն են ասում։ Նորից եմ կրկնում, սա գաղտնի տանկ է։ Գիտնականները կարող են չիմանալ։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։